Նպատակը գրավել Սյունիքը, իսկ ընդհանրապես մեծ նպատակը ունենալ Հայաստանի փոխարեն Արևմտյան Ադրբեջան։ Ադրբեջանը որևէ նպատակ չունի խաղաղություն հաստատել Հայաստանի հետ։ Նախիջևանում թուրքական բանակ կա, հանելու է իրենց։ Բնականաբար ոչ, Ադրբեջանը մատնանշելու է եվրոդիտորդներին, ինչ որ մատնանշել է ռուսական սահմանապահներին կամ ընդհանրապես զինվորականներին։ Հայաստանը կարող է շատ բան անել, բայց կառավարությունը անում է դրա հակառակը։ Հայաստանը չպետք է գնա հաշտեցմանը Թուրքիան պետք է գնա, Թուրքիան է ցեղասպան պետությունը։ Գուցե Թուրքիայի մեծ նպատակներին ընդհանրապես քո գոյությունը խանգարում է։ Հայաստանը ամեն ինչն է անելու, Ադրբեջանը անելու է մասնակի այն բանը, որ իրենց համար կարևոր չի, Ադրբեջանը նպատակ ունի բնակեցնել Հայաստանի Սյունիքի մարզը։ Սա Սյունիքի սողացող օկուպացիա տարբերակն է, ճիշտ եմ հասկանում։ Այո։ Ադրբեջանը մեկ օրում 3 անգամ Հայաստանի մեղադրեց խախտման մեջ։ Ըստ Բաքվի հաղորդագրության խոսքը Սյունիքի մասին է։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, Կիզակետում այսօր։ Արդյոք սա խաղաղության ձգտող հարևանի պահվածք է։ Ինչ է ուզում Բաքուն եւ ինչ ճակատագիր կունենա խաղաղության պայմանագիրը։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյան, բարի գալուստ Կիզակետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Հենց նախաբանից էլ դեմ չեք, սկսենք։ Ինչ նպատակ էր հետապնդում Բաքուն։ Եղել են նախկինում դեպքեր, բայց մեկ օրում 3 անգամ ես վաղուց չէի հիշում նման ապատեղեկատվության տարածում ու պնդում էին, որ այո, կրակոցները հարավ-արևելյան սահման նույնականացեցին անմիջապես փորձագետները, Սյունիք, Կապան եւ այլն։ Ինչու այդ ուղղության մասին եւ ինչու ընդհանրապես այս ֆոնին խաղաղության պայմանագրի եւ այլնի ֆոնին նման հաղորդագրություններ ինչ են ուզում։ Շատ ճիշտ հարց եք տալի, ինչ են ուզում, որովհետև շատ ժամանակ մեր Հայաստանում խոսում են նրա մասին, թե ինչ են ստորագրել, ինչ կետեր են եւ այլն, բայց ավելի կարեւոր է ինչ նպատակներ ունեն կողմերը։ Ադրբեջանի նպատակներից եթե խոսենք, նպատակը գրավել Սյունիքը, իսկ ընդհանրապես մեծ նպատակը ունենալ Հայաստանի փոխարեն Արևմտյան Ադրբեջան։ Ընդհատեմ, այսքան հող են նախապատրաստում սրանով օրինակ նման հաղորդակցություն ներխուժբան համար, թե այդ հողը կա ու կա, ճիշտ եմ դու։ Հողը կա, բայց եթե դու պատրաստվում ես որևէ ժամկետում արդեն քիչ-քիչ պետքա տաքացնել այ դաշտը։ Էական չի ընդհանրապես կրակոց եղելա, թե չէ, էական է նա, քանի անգամ ես դրա մասին ասում։ Ու Ադրբեջանը այս դրանով զբաղված։ Այն ֆոնին, որ հայտարարվում է, որ բոլոր կետերը համաձայնեցված են, Ալիևը ասում է, որ Հայաստանի ղեկավարության խոսքը ոչ մի բան չի նշանակում, ու զրո վստահություն կա, ու միանգամից սկսվում է այս ռազմական հռետորաբանությունը։ Սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է այն մասին, որի մասին մենք բազմիցս ասել ենք, որ Ադրբեջանը որևէ նպատակ չունի խաղաղություն հաստատել Հայաստանի հետ, որ Ադրբեջանի նպատակը չի փոխվում։ Ու պետք է այստեղ ստապ հասկանանք, որ մենք կարող ենք 17-ից 17 կետը համաձայնեցնենք, կարող ենք 17-ից 118-ը համաձայնեցնենք, այստեղ կարևորը այն է, թե ինչ նպատակներ Ադրբեջանը հետապնդում եւ նաեւ այդ փաստաթղթով ինքը ինչ հնարավորություն է ստանում այդ նպատակներին հասնելու համար։ Ինչ է, օրինակ փաստաթղթից խոսենք, հետո կբացենք։ Ամենապարզից ասենք, հանրությանը բովանդակությունը հայտնի է շատ ընդհանուր գծերով, երբեմն Փաշինյանը շուտ պատառիկներ է ասել։ Ինչն է խանգարում իշխանությունների, եթե ասում են, որ այդ փոխադարձության սկզբունքով է ամեն ինչ, մենք չենք տուժում, ինչ մենք պետք է անենք, եւ այլն։ Ինչն է խանգարում հրապարակել փաստաթուղթը։ Եթե ամեն ինչ լիներ այնպես ոնց որ ենք ասում են, ոչ մի բան, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ փաստաթուղթը այնպեսին չէ, ինչ որ Հայաստանի ժողովրդին ներկայացնում են։ Ընդհանրապես, եթե խոսքը ժողովրդավարության մասին է, թափանցիկության մասին, ապա մենք տեսնում ենք, որ այստեղ հակառակն է տեղում, այսպես կոչված ինքնահռչակ դեմոկրատական ժողովրդավարական ուրեմն իշխանությունները գաղտնիք են պահում այն հարցը, որը ուղիղ վերաբերում է բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ու այստեղ իհարկե մեծ հարցեր են առաջանում, ինչ հանդեղ գրած։ Ինչ ըստ ձեզ։ Ես մոտավոր պատկեր, բացի այն երկու կետից դրանց կանդրադառնանք այն վիճելի կետերից։ Մինչ այդ ինչ պետք է գրած լինի։ Սա ինչ է, հավասարների պայմանագիր չէ, կապիտուլ, ինչ է, ինչ կա այնտեղ, որ մարդիկ պետք է իմանան ու կարծում եմ, գիտեք, չեմ ուզում մտնենք ենթադրությունների դաշտ, բայց կարծում եմ, որ նաև եթե այնտեղ ինչ-որ բան ֆիքսված լինի, որը մակերեսային կարող է ընկալվել, որ այո հավասարության մասին է, օրինակ, ատելության խոսքը պետք է արգելվի իրար նկատմամբ, օրինակ, եթե տենց կետ լինի։ Շատ լավ։ Հայաստանը վերահսկման մեխանիզմ չունի ու չի ունենա։ Ադրբեջանը ստեղծելու է եւ ունենալու է։ Նույնը վերաբերվելու է վերազինմանը։ Հայաստանը եթե լինի նման կետ օրինակ է, որը Հայաստանը իդեպ Հայաստանի գործող իշխանությունները շատ են ցանկանում այդ նման ինչ որ պայմանավորության հասնել։
Եթե լինի նման կետ, ապա Ադրբեջանը ոնց խախտել է նախկինում, նենց խախտելու է ապագայում, իսկ Հայաստանին վերահսկելու է, ու մենք չենք կարողանա իրականում վերազինվենք։ Դա մի կետ կա, կներեք, այնց այդ մասով ասում են ստեղծենք համատեղ բան, հանձնաժողով, թե ինչ որը վերահսկի կատարման ընթացքը, այսա ով պետք է վերահսկի, Հայաստանը գնալու է Բաքու եւ վերահսկի, հա։ Դրա այդ կետին Հայաստանը ասել էր այդ մասին։ Գիտեք, ընդհանրապես նման ձևաչափ գոյություն ունեցել է նախկինում Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, այսինքն ԵԱԿ-ի շրջանակներում Հայաստանից սպայակազմեր գնում Թուրքիա, վերահսկում էին, որ տեխնիկան բոլոր այդ պայմանավորվածություններին համաձայնեցված է, ԵԱԿ-ից առաքելություններ գալի Հայաստան, տարբեր երկրների սպաներ էին լինում, տեսնում էին, որ Հայաստանը չի խախտում այդ Դովսեի սահմանափակումները եղել, բայց սա լրիվ ուրիշ բան է, ու իդեպ բոլորը խախտում էին։ Ադրբեջանը մենակ եթե մենք գումարենք իրար այն գնումները, որոնք Ադրբեջանը կատարել էր, տանկերին վերաբերվող կամ Բրետանին վերաբերվող, մենակ այդ գնումներով ինքը արդեն անցնում էր բոլոր այդ չափանիշները, որոնք նշած էին փաստաթղթերում։ Այսինքն սա եղել է գնալ գալը դա հարցը չի լուծելու։ Այստեղ հարցը լուծելա թե ով կարա ռազմաքաղաքական ճնշում գործադրի, որպեսզի հասնի այդ վերահսկմանը։ Ու ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը դա անելու է, իսկ Հայաստանը դա չի կարողանալու անել։ Ոստեղ մենք հետ են գալի եւս մի կետի, որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունը շատ են գովազդում են փաստը, որ երկուսով են բանակցում, որ միջնորդներ չկան։ Ոստեղ եւս մեկ կետ է, եթե միջնորդներ չկան, երաշխավորներ չկան, այսինքն ինչ որ բանի հասնելու են, թղթի վրա ինչ որ բան ֆիքսելու են, հետո Ադրբեջանը այնպես է մեկնաբանելու ոնց որ ուզում է, այն անելու ինչ որ ուզում է, իսկ Հայաստանը ոչ մի բան չի կարող անել։ Մենք դրա օրինակներ ունենք, չնայած որ այնտեղ երրորդ կողմը կար։ Դա նոյեմբերի 10-ի փաստաթուղթն է։ Այսինքն ունենք 9 կետ, բոլորը Ադրբեջանը խախտել է, բոլորը։ Անկամ երաշխավորի դեպքում, երաշխավոր չէ, մասնակցի դեպքում անգամ այս բaragայում։ Այո, նաև, այդ դեպքում ոնց որ այդ երաշխավոր կողմը Ռուսաստանը ինքը ունեցավ մեծ պատերազմ, չկարողացավ ընդհանրապես ինչ-որ մի բան անի, ու ոնց որ էլի մնացինք, այդտեղ մենք մնացինք առանց երաշխավոր։ Այսինքն պայմանավորվել ենք, երաշխավորը դուրս եկավ խաղից ինչ-որ բան, մնացինք երկուսով, Ադրբեջանը բոլոր կետերը խախտեց։ Նույնը հիմա սպառնալու է, եթե ստորագրվի սրան։ Տեսեք, վերջի երկու կետի մասին որ անընդհատ չէր համաձայնեցնում։ Հիմա Փաշինյանն ասում էր, որ փոխադարձության սկզբունքով է, եթե վերլուծենք, օրինակ, երրորդ ուժերի սահմանը ինչ տեղակայել է։ Սրա փոխադարձությունը որն է։ Մենք մեր կողմում գիտենք ռեալով կան, չէ, եվրոպացի դիտորդներ լավ թե վատ կանգնած են։ Ադրբեջանը այս բaragայում ինքը ինչ պիտի զիջի։ Մենք հանեցինք այդ դիտորդներին։ Որոշակիություն չկա, չէ՞, օրինակ, սահմանից ինչքան հեռու պիտի, ընդհանրապես պիտի Հայաստանում չլինեն սահմանի ինչ որոշակիությունների բացակայությունը կասկածներ է ծնում։ Ադրբեջանն ինչ զիջում պիտի անի։ Օրինակ, եթե չեմ սխալվում, Նախիջևանում թուրքական բանակ կա, հանելու է իրենց։ Բնականաբար ոչ, այսինքն հենց այդ մեկնաբանությունների դաշտ ենք մտնում, այսինքն գրված է այս բանը, դե հիմա պետքա մտածենք ով ինչ պետք է անի, բնականաբար Ադրբեջանը մատնանշելու է Եվրոդիտորդներին, ինչ որ մատնանշել է ռուսական սահմանապահներին կամ ընդհանրապես զինվորականներին։ Անկամ եթե նրանք սահմանին չեն։ Այո։ Դե ասելու են եկեք, եթե մենք ամեն ինչը կարգավորել ենք, եթե որևէ խնդիր չկա, Մինսկի խումբը լուծարում ենք եւ այլ, եթե խնդիր չկա, այս զորքերը ստեղ ինչ են անում։ Բազային կհասնեն։ Իհարկե։ Լավ, իսկ իրենց կողմից։ Իրենց կողմից ոչ մի բան։ Սա միակողման է, գիտեք ոնց է, այս պայմանագրերը հիմա որ կնքում են, թվում է, որ այո, հավասարը հավասարի հետ։ Ու մենակ Տրամփի նման քաղաքական գործիչներն են ցույց տալի, որ դա այդպես չի, որ Ուկրաինան ու ԱՄՆ-ն իրանք հավասար չեն եւ հավասարը հավասարի հետ չեն խոսելու։ Իրանք դա ուղղակի ցույց են տալի, բայց իրականում այս երկրորդ համաշխարհայինից հետո ինչ որ տեղի ունեցել եւ որ թվում էր, որ հիմա պետք է հավասարի հետ, ոնց որ ՄԱԿ-ի սկզբունքներում եւ այլը, իրականում դա երբեք այդպես չի եղել։ Իրականում միշտ եղել է այնպես, ինչ որ Տրամփը ցույց տվեց։ Այս բaragայում մենք ուրեմն ինչ անել, մենք պետք է դա ընդունենք, որ հավասարը հավասարի չէ, թե այլ ձեր ասած երաշխավորի միջոցով փորձենք հավասարակշռել։ Ինչպես անենք, որ գոնե հավասարության մոտենա, իշխանությունները պնդում են, որ հավասար է։ Փոխադարձ է։ Դե արդեն մենք խոսեցինք փոխադարձության մասին, Արցախի հարցում 20 թվականից այսքան մենք շատ լավ տեսանք այդ հավասարությունը եւ փոխադարձությունը ինչի մասին էր իրականում։ Այդպես ստեղել է շատ կարևոր ֆիքսել, որ Ադրբեջանը խախտել է բոլոր պայմանավորվածությունները եւ ոչ մի ձև չի պատժվել դրա համար։ Նաեւ 20 թվականին խախտել է նախկինում պարտավորվածություն ունեցած Ադրբեջանը ուժ չկիրառելը։ Էդ էլ է խախտել։ Իսկն Ադրբեջանը տարիներով օգտագործել է ուժի սպառնալիքը, որը արգելված էր, եւ ուժ է կիրառել։
որը եւս արգելված էր։ Այսինքն, այստեղ պետք է ասել հիշենք, որ այդ որ միջազգային հանրությունը, մեր դեմ նշաձողները եւ այլը դա այդպես չի իրականում, այսինքն եթե դու նպատակ ունես ու այդ նպատակին քայլեր ես իրականացնում, հասնում ես քո նպատակին։ Ադրբեջանը դա ցույց տվեց իր օրինակով։ Հիմա ինչ պետք է անի Հայաստանը։ Նախ Հայաստանը պետք է ստապ գիտակցի տարածաշրջանային ճարտարապետությունը, ով ում բարեկամն է, ով ում թշնամին է, չպետք չի ինքնախապեյության մեջ մտնել, ասել դե Թուրքիան սահմանափակում է Ադրբեջանին, դա ծիծաղելու է, իրականում ծիծաղելու է։ Հա, դա Թուրքիայի քարոզչությունն է, բայց եթե մարդիկ դրան հավատում են, դա մանկամտություն է ուղղակի։ Այսինքն, ով ում բարեկամն է, ով ինչ նպատակներն, երբ որ դու դա ստապ գիտակցում ես, արդեն առաջնահերթությունները փոխվում են։ Ու եթե առաջնահերթությունը անվտանգությունն է, ռազմական անվտանգությունը, ֆիզիկական ընդհանրապես քո երկրի պարետային եւ այնքան անվտանգության եզրեր կան, որը Հայաստանը վտանգված է, լրիվ ուրիշ քաղաքականություն է պետք։ Եթե մենք ճիշտ քաղաքականություն վարենք բոլոր այդ հարցերում, ներքինից սկսած, արտաքինով վերջացած, մենք կարող ենք շատ բաների հասնենք։ Ուրիշ հարց, որ հիմա դրա գրեթե հակառակն է արվում։ Որտեղ փնտրենք այդ անվտանգությունը, քանի այդտեղ եկաք։ Անվտանգությունը փնտրենք որտեղ որ կանք է, որ ասում են ոչ կենսունակ հապկում, թե ամեն դեպքում գնալ էլի դեպի Եվրոպա, հաշվի առնելով որ Եվրոպան հիմա ասում են, տեսեք, դառնում է ռազմաքաղաքական բլոկ, ինքը իր համար ուժեր է ստեղծում եւ այլն, որտեղ փնտրել։ Եվրոպան հենց այս բանը, եթե խոսենք, ցույց տվեց եւ ճանաչեց դա, բառացի գրեթե բոլոր եվրոպական լիդերները դա ասել են, որ Եվրոպան հիմա ուժ չունի։ Այսինքն իրենք պետք է դեռ ստեղծեն։ Իդեպ ստեղել ենք հետ գալի եվրոպական քարոզչության, իրանք մեզ տասնամյակներով քարոզում էին, որ պետք է բանակը կրճատել, ռազմական ծախսերը կրճատել, դա է ճիշտ ճանապարհ։ Իրանք այդ ճանապարհով գնացին ու հիմա տեսան, որ մի րոպե, բայց մենք զորք չունենք, մենք զենք չունենք, եթե պատերազմ լինի, ինչ պետք է անենք, բայց պատերազմը իրանց տներից շատ հեռու է, մեր տանը ինքը միշտ շատ մոտ է եղել։ Ստեղ էլ այդ եվրոպա քարոզչությունը, եվրոպական խաղաղասիրության քարոզչությունը, որ մենք պետք է այսպես անենք, այնպես անենք, Հայաստանը պետք է անի։ Տեսնում ենք, որ դա ինչ հիմքեր ուներ, ուր էր մեզ տանելու։ Հիմա որտեղ փնտրել, գիտեք, Հայաստանում շատ ժամանակ ընկնում են այդ կեղծ երկընտրության մեջ կամ Ռուսաստան կամ Արևմուտք։ Բայց իրականում պետք է ավելի լայն նայել աշխարհին, իմ կարծիքով, մենք այդտեղ պետք չի հրաժարվել նույն Ռուսաստանից, գուցե եթե հապկը ինքը կենսունակ մարմին չի, օրինակ այս բային, հա, որոշակի պատճառներով, կամ մեր հարցում գուցե այդպեսին է, բայց մենք Ռուսաստանի հետ երկկողմանի հարաբերություններ ունենք, կա Իրանը, կա Հնդկաստանը, նաև օրինակ կա Չինաստանը։ Չինաստանը, եթե հիմա համագործակցում ես, խնդիրս ունենալու ԱՄՆ-ն արդեն դա հայտարարել է։ Ով որ Թրամփի օրոք հիմա ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ունենա, Չինաստանը դա համարվելու է ԱՄՆ-ի թշնամի պետություն։ Վրաստանն եւ Ադրբեջանը երկուսն էլ հասրել են այդ պայմանագիրը ունենան մինչև Թրամփի գալը։ Մենք չունենք։ Հարավային Կովկասում միակ երկիրով Չինաստանի հետ նման փաստաթուղթ ունի Հայաստանն է։ Ավելին, եթե մի քիչ հետ գնանք, դեռ 18 թվականին Փաշինյանի կառավարությունը միանում է ուրեմն կրոնի ազատության ալյանսին, որը ակնհայտ հակաչինական ուղղվածություն ուներ Չինաստանի ԱԳՆ-ն միանգամից արձագանքում է, որ այդ ալյանսը ստեղծվել է Չինաստանի դեմ եւ ում է ինքը աջակցում։ Թուրքախոս մուսուլման ուйգուրներին Չինաստանում։ Այսինքն նորից եթե հետ գանք, Հայաստանը կարող է շատ բան անել, բայց կառավարությունը անում է դրա հակառակը։ Այս Չինաստանի հարցում մենք ակնհայտ դա տեսնում ենք։ Եթե շարունակենք, մենք կարող ենք հիշել, որ եթե մեր հիմնական հակառակորդ երկիրը, որը փորձում է Հայաստանին ոչնչացնել, դա Թուրքիան է, Թուրքիան ունի բազմաթիվ հակառակորդներ։ Դա մենակ Հունաստանը չի։ Դա Եգիպտոսն է, դա ինչ որ չափով Սաուդյան Արաբիան է, դա ուրիշ արաբական երկիր։ Այսինքն կան երկրներ, ում հետ որ կարելի է համագործակցել, որպեսզի իրանք մեզ օգնեն, որ մենք էլ այս ճակատում կամ այս թևում հավասարակշռենք Թուրքիային։ Հայաստանի կառավարությունը գնում է հակառակ ճանապարհով։ Գնում է Թուրքիա։ Այո։ Ասում եմ գնանք այդպես է ճիշտ գնանք իրենց հետ ուղիղ շփման, ուղիղ հաշտեցման։ Սա արդարացված չէ ըստ էս, հա։ Ուղիղ հաշտեցումը, այսինքն Հայաստանը չպետք է գնա հաշտեցման, հաշտեցմանը Թուրքիան պետք է գնա, Թուրքիան է ցեղասպան պետությունը, հա։ Հիմա ինչ է ուզում անի Հայաստանի կառավարությունը։ Իրանք ասում են, եթե հիմնական վտանգը Թուրքիայից է, մենք դրա պատճառով ստիպված ենք անվտանգության երաշխիքներ փնտրել, նույն Ռուսաստանը կլինի կամ այս մեկը կամ այս մեկը, այնա միանգամից գնանք այդ հարցը լուծենք Թուրքիայի հետ ու էլ չունենանք դա։ Դա գուցե ու նաև Թուրքիան դառնա անվտանգության երաշխավոր ինչ-որ առումով։ Այո, այո։ Ու այստեղ մենք գալիս ենք մի կետիր, իսկ լավ, դա գուցե քո ցանկությունն է, այդ ցանկության
ռեալիզմը կամ բարոյական կողմը դնում ենք մի կողմ։ Իսկ Թուրքիայի ցանկությունը, իսկ Թուրքիան դա ուզում է, իսկ գուցե Թուրքիայի մեծ նպատակներին ընդհանրապես քո գոյությունը խանգարում է։ Ու եթե ինքը մեծ երկիր է, ունի մեծ նպատակ, դու փոքր երկիր ես, բայց քո նպատակը շատ ավելի մեծ է, որովհետև այստեղ քո գոյության մասին է խոսքը։ Եթե Թուրքիայի դեպքում դա ծավալապաշտական է, դա ամբիցիայի մասն է, դա զարգացման մասին է, ռեսուրս ձեռք բերելու մասին է, բայց մեր դեպքում դա գոյության հարց է։ Մենք պետք է շատ ավելի մոտիվացված լինենք պաշտպանենք մեր շահերը։ Այս ճանապարհով երբ որ Հայաստանը կառավարությունը տանում է երկիրը այն հանձնելով բոլոր ազգային շահերը, մտածելով որ այ հիմա Թուրքիան կընդունի եւ այլ ոչ մի բան մեր դեմ չի անի, բայց ինչի պետքա չանի։ Շատ գիտեք, շատ ժամանակ անտեսվում է որ մեր կոնֆլիկտը Թուրքիայի հետ ու Ադրբեջանի հետ ինքը ոչ միայն քաղաքական է, նա էթնիկ հակամարտություն է։ Էթնիկ հակամարտությունները նույն ճանապարհով չեն լուծում, ինչ որ լուծվում է օրինակ երկրների միջև եղած ռազմական, օրինակ վերցնենք 10 ու 19-րդ դարերում Պրուսիան եւ Ավստրիան պատերազմների մեջ են, երկուսն էլ մեծ գերմանական պետություններ են։ Այնտեղ չի կարա լինի նույն ձև կարգավորում, ինչ որ Թուրքիայի եւ Հայաստանի դեպքում, որովհետեւ երկուսն էլ գերմանական պետություն են, ի վերջո մեկը հաղթեց, մյուսը պարտվեց, դրանով հարցը փակվեց։ Ֆրանսիան եւ Գերմանիան նույն ազգը չի, հասկացանք, բայց այնտեղ չկար էթնիկ հակամարտություն։ Վերջացավ պատերազմը, իրար հետ նորմալ ապրում են։ Հայաստանի իդեպ այստեղ մի բան էլ կա, բացի էթնիկը մի կողմ դրած, կա արդեն քաղաքակրթական մասը։ Եթե մենք խոսում ենք քաղաքակրթությունների բախման մասին, նույն Հանտինգտոնի տեսությունը, ապա մենք այդ քաղաքակրթության եզրին ենք։ Որն է դա արևելյան քրիստոնեական քաղաքակրթությունն է։ Եվ եթե մենք նայենք այսպես մի վերջի մի քանի տասնյակ տարիներում ինչ է տեղի ունեցել, մենք կտեսնենք, որ այդ քաղաքակրթությունը տարածաշրջանում մերձավորում կրճատվում է։ Ասորիները, քրիստոնյաները, հենց հիմա Սիրիայում ինչ է տեղի ունենում, Լիբանանում քրիստոնյաների թվականակը, ինքը կրճատվում է։ Մենք հաշվի առնելով, որ մենք եղել ենք այսպես հարավային Կովկասում, մի քիչ հեռու այնտեղից, ավելի պինդ ենք եղել, ավելի շատ ենք մնացել լեռներում, մենք ունեցել ենք պետականություն, պահպանվել ենք։ Բայց պետք է հաշվի առնենք, որ եթե քաղաքակրթությունների բախում է լինելու կամ գնում է այդ բախումը հենց հիմա, ամենավտանգվածը այսպես սահմանային երկրներն են։ Ու նույն ձև լուծել այս հարցերը ոնց որ դա լուծվել է, չգիտեմ, ժամանակին, կլինի 10-րդ կամ 20-րդ դարում Եվրոպայում դա ուղղակի չի ստացվել։ Ի վերջո մենք խանգարում ենք, հա, թուրքական են հին, հա, եկած պլանին ենք մենք խանգարում ծավալման։ Դա կենսունակ է միջև հիմա այդ թեզը, որ մենք թուրքական ծավալման խանգարող պատվար ենք ըստ էության։ Եթե վերադառնանք պայմանագրի մի հետաքրքիր կետ կար։ Միջազգային դատական հայցերից հրաժարում, հա, փոխադարձ, էլի ասում են փոխադարձ, բայց հենց պայմանագրի հաստատման մասին լուրը հնչեց, րոպեներ անց Ադրբեջանից եկավ հայտարարություն, որ մենք դիտարկում ենք, դեռ պահպանում ենք Հայաստանից փոխհատուցում, հա, միլիարդների մասին է խոսքը։ Բայց ինչպես եղավ փոխադարձություն, այս հարցի շուրջ էլի որոշակիություն չկա, սա ինչ է նշանակում։ Նույն բանը, նույն ձև իրենք այն կետն են մտցնելու, որով դե ֆակտո մենակ Հայաստանն է հրաժարվելու, այսինքն Հայաստանը բոլոր ինչքան գործ կա հիմա բոլորը փակելու է, նոր բան չի լինելու, իսկ Ադրբեջանը որոշ բաները հետ կկանչի, բայց նորը իրենց ճանապարհ կթողնի։ Ես կհիշեցնեմ նման օրինակ։ Նոյեմբերի 10-ի փաստաթղթով կողմերը պետք է բոլոր ռազմագերիներին իրար վերադարձնեին։ Հայաստանը բոլորին վերադարձրեց, նաև հանցագործներին։ Ադրբեջանը մեր գերիների մի մասը փոխանցեց, իսկ հետո մնացածին դարձրեց արդեն արևտրի առարկա։ Նույնը լինելու է այստեղ, այսինքն Հայաստանը ամեն ինչն է անելու, Ադրբեջանը անելու է մասնակի այն բանը, որ իրենց համար կարևոր չի, հնարավորություն թողնելով իրենց համար շարունակել այդ Հայաստանի դեմ դատավարությունը։ Իսկ այդ փոխհատուցման դիմաց ասում են ընդհանուր միջև կարող է դա տարածքներն է այդ պահանջը։ Միանշանակ, իհարկե, նպատակը հենց դա է։ Ահռելի գումարներ, որպեսզի չկարողանանք վճարել եւ այսպես։ Իդեպ, երբ որ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի Փաշինյանի կառավարությունը, որ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջական Լեռնային Ղարաբաղը ներառյալ, այստեղ մենք եկանք, այսինքն ոնց որ Հայաստանը ինքը իր ոտքով եկավ միտեղ, որտեղ որ լավ, եթե դուք ճանաչում եք, որ սա միշտ եղել է Ադրբեջան, այսինքն չի եղել որևէ ինքնորոշման ազատագրական պայքար, այսինքն սա ուղղակի եղել է օկուպացիա, տրամաբանական շատ բարդ շղթա է։ Իսկ այդ օկուպացիայի պատասխանատուն ով է։
երկիրն է, այն օկուպանտ երկիր, այսինքն ըստ այդ տրամաբանության դա Հայաստանն է։ Այստեղ շատ կարևոր էր հենց Հայաստանի անվտանգության համար, Հայաստանի Հանրապետության երբեք չճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախը ներառել։ Որտեղ նախորդ իշխանությունները առանց դրա ճանաչում էին։ Այո, առանց դրա, իհարկե, որովհետև նախորդ իշխանությունները ասում էին, որ ու ճիշտ էին ասում այդ միջազգային հարաբերությունների տեսանկյունից ճիշտ էին ասում, մենք Հայաստանի Հանրապետությունը որևէ տարածքային պահ չունենք, մենք ճանաչում ենք, բայց դուք խնդիր ունեք ուրիշ տիպի, դուք ունեք ինքնորոշման խնդիր, ինքնորոշման իրավունքը ֆիքսված է միջազգային փաստաթղթերով, ֆիքսված է սովետական օրենքով, որով որ Արցախը շարժվել է։ Այսինքն էս էր բանը Հայաստանի դիրքորոշումը։ Ոստեղ Հայաստանի ինչ որ բան մեղադրելը դժվար էր արդեն։ Հիմա շատ ավելի հեշտ է։ Այսինքն Փաշինյանը հիմա շրջելով այդ ամեն ինչը մեզ մեր ոտքով տարավ դատարանի դռներ միջազգային, այդ պարզ խոսենք։ Այո։ Չգիտեր։ Շատ թույլ դիրքերով։ Չգիտեր, ոչ պետք չէր ուշել։ Այստեղ մեծ հարցեր են, գիտեք, միշտ երբ որ խոսում ենք Փաշինյանի կառավարության քայլերի մասին, միշտ հարց ալնում, իրանք չեն հասկանում, թե իրանք դա հատուկ են անում։ Եվ երկու վարկածներ կարող ենք դիտարկել, ուղղակի գիտեք, եթե չեն հասկանում, այստեղ հարց է ծագում, բա ինչն են իրանք հասկանում, որովհետև ես չեմ կարծում, որ իրանք ոնց որ շատ ժամանակ ասում են անփորձ են, չգիտեն, անգրագետ են եւ այլն, գիտեք, եթե մենք վերլուծում ենք ինչ ճգնաժամային պայմաններում իրանք կարողացան պահեն իշխանությունը, ու այդ իշխանությունը հենց այնպես չփայցեն, իրանք մենք քայլերով տեսնում ենք իրանք ինչ են անում, որ պահեն իշխանությունը։ Ագին գրագետ մարդիկ են այդ հարցում, շատ գրագետ են, նպատակը դրել են ու հասել են այդ նպատակին։ Ուրիշ հարց, որ այն հարցերի շուրջ, որի մասին մենք խոսում ենք, նման նպատակ չեն դրել։ Երևանը հայտարարեց, որ պատրաստ է քննարկել ստորագրման տեղը, հա, ամսաթիվ եւ այլն։ Բաքուն դրա մասին չի խոսում, բայց միանգամից երկու նոր կետ է առաջ տանում, սահմանադրությունը, որը տանում էր, եւ իրենց կարծիքով, այսպես կոչված ռազմական հանցագործներ կան Հայաստանում հանձնեք։ Սա ինչ է նշանակում, սրանք ռեալ հենց հողի վրա կետեր են, որ ինքը պահանջում է, թե ուղղակի քարոզչություն է։ Չէ, սա կետերին, որոնք Ադրբեջանը պահանջում է եւ պահանջելու է, սա ինչի մասին Ադրբեջանը ուզում է ամեն ինչ անի, որ խաղաղություն չլինի։ Ինչքան է Հայաստան չհամաձայնվի, իրանք նոր անընդունելի պայմաններ են առաջ տանելու։ Սա անես չի, որ հենց Ադրբեջանին բնորոշման է, սա դեռ հին ժամանակներից մենք կարող ենք հիշել Հռոմա Կարթագենի այդ պատերազմների ժամանակ նույն բանն էին հռոմեացիք անում, հա, ասում էին հանձնեք զենքերը, հանձնեք բոլոր այն մարդկանց, ովքեր որ հակահռոմեական քարոզություն են իրականացրել կամ մահապատժի ենթարկեք։ Երբ որ դա արեցին, ասին իսկ հիմա զենքերը հանձնել եք, այդ մարդկանց պատժել եք, իսկ հիմա բոլորը դուրս եկեք քաղաքից, պետքա գնաք անապատում ապրեք։ Այսինքն դերձորի տարբերակը։ Նույն բանը Ադրբեջանը ստեղ է ուզում անի, ինքը պայմաններ է դնում, որոնք մի կողմից անընդունելի են, բայց ընդունելու դեպքում թույլատնում են քեզ։ Ուսենց շարունակ, մինչև որ չհասնեն նույն այդ դերձորի անապատի տարբերակին կամ ուղղակի բոլոր հայերը ստեղից դուրս գան, դա իրենց նպատակը, հայերը ստեղ չլինեն ուղղակի։ Այդ բaragայում դուք էս պայմանագիր է։ Դες իրենք պետությունը սա նշում է որպես միջպետական հարաբերությունների եւ խաղաղության համաձայնագիր եւ այլն։ Դուք ինչպես կկոչեիք, բնորոշումները շատ են քաղաքագիտական դաշտում, անգամ այս չստորագրված բaragայում, սա ինչի մասին պայմանագիր է, խաղաղության։ Միանշանակ խաղաղության մասին չի, հիմա ինչ որ ավելի հստակ բան ասելը, քանի որ տեքստը չենք տեսել, կարծում եմ ճիշտ չի լինի, բայց միանշանակ խաղաղության մասին չի, որովհետև խաղաղության մասին թե չէ մենք կարող ենք տեսնել ադրբեջանական կողմի քայլերով։ Քայլերը մենք այսօր արդեն խոսացինք ինչ են։ Այդ բaragայում իշխանական քարոզչությունը Երևանից ցած ակտիվորեն մի թեժ շրջանառել։ Ասում է, եթե ասում եք հարգելի ընդդիմություն, քաղաքագետներ, եթե ասում եք, որ մեզ ձեռնտու չէ, եթե մեզ ձեռնտու չէ, բա Ադրբեջանը ինչու է ձգձգում ու չի ստորագրում։ Այսինքն ուրեմն մեզ համար, նույն այս տրամաբանությամբ են գնում, մեզ համար ուրեմն լավ է, որ Ադրբեջանը չի ստորագրում, սրան ինչ կասեք, սա ինչ քարոզչություն է։ Հիմք ունի այս քարոզչությունը։ Նույն բանը ասում են նոյեմբերի 10-ի պայմանագրի շուրջ, եթե հիշում եք, երբ որ ստորագրվեց այդ փաստաթուղթը, պայմանագիրը չէր։ Փորձագիտական դաշտը, քաղաքական ընդդիմությունը, բոլորը ասում են, որ դա շատ վատ փաստաթուղթ է, որովհետև Ադրբեջանին հնարավորություն է բացում ոչնչացնել Արցախը։ Հետո երբ որ Ադրբեջանը սկսեց Արցախի բլոկադան եւ հայկական կողմը հղում էր տալի այդ կետերին, որ այդ ճանապարհը պետք է աշխատի, Փաշինյանի քարոզչությունը ասում էր, որ տեսակ ինչ լավ պայմանագիր էր, տեսակ դուք քննադատում եք, բայց այդ կետերը հիմա որ հղում եք տալի, տեսակ որ լավ կետեր էին։ Ու հենց այդ էր բանը, որ ի վերջո եկանք այն վիճակին, որ Արցախը Ադրբեջանը փողի վրա վերածրեց այս պայմանը։ Հիմա նույն բանը ստեղ է, այսինքն ինքը
պայմանագիրը, որտեղ կետեր կան, որտեղ Հայաստանը կարող է ժամանակին մատնանշի, ասի այստեղ կետը խախտվել է, մենք ուրիշ ձև ենք մեկնաբանում, սենց պետք է չլներ, նենց պետք է չլներ, ու հետո ասում տեսեք իրականում լավն է, դրա համար էր Ադրբեջանը ձգձգում, բայց եթե քո ամբողջ քաղաքականությունը եւ նաեւ այդ փաստաթուղթը Ադրբեջանի հնարավորությունը տալ է այդ ամենը իրականացնել, դե հարց է ցակում, բայց լավ փաստաթուղթ է, թե չէ, լավը չի։ Ասա ուղղակի արդարացումը պես մի բան է, չէ, քարոզչությունը, քարոզչության տեսանկյունից գործող կառավարությունը շատ ուժեղ է, իրենք միշտ պրոակտիվ են քարոզչական դաշտում, միշտ նոր իմաստներ են ստեղծում իրենց արասների համար, այսինքն եթե իրենք դաշտը ասենց ազատ թողեն եւ օրինական դիմության նարատիվը առաջ գնար, իրեն շատ դժվար կլներ աշխատել, բայց իրանք մինչև մի բան անելը արդեն շատ լավ դաշտը նախապատրաստում են ու պրոակտիվ են, քարոզչության տեսանկյունից շատ ուժեղ են աշխատում են։ Մի վտանգավոր թեզի մասին էլ արևմտյան Ադրբեջան թեզը միշտ կենթանի են պահում այն 100 հազարավորների, այսպես կոչված վերադարձը դրան գումարած։ Սա որքանով է ռեալ, որպես այս պայմանագրին կից հավելյալ, հա, նախապայման, ճնշում ու որքան ու Հայաստանը ինչպես կվարվի։ Որին ավելի շուտ կենթարկվի են, այսպես կոչված հանցագործներին վերադարձնեն։ Դա սահմանությունը արդեն ասել են, որ փոխելու ենք, թե այս կետին։ Ինչ կան սրա տակ էլ ռեալ վտանգներ, թե Ադրբեջանը սրանով էլ է ուղղակի որպես ճնշման գործիք օգտագործում։ Վտանգը շատ մեծ է, Ադրբեջանը նպատակ ունի բնակեցնել Հայաստանի Սյունիքի մարզը, դա հասկանալի է, առաջի հերթին։ Իմաստը որն է, նայեք, եթե որևէ երկիր ուզում է տարածքը փոկի անեքսիայի ենթարկի, միջազգային տեսանկյունից շատ դժվար է դա անել, միջազգային իրավունքի տեսանկյունից, եթե այնտեղ դու չունես բնակչություն, եթե չես արի հանրաքվե եւ այլ եւ այլ։ Նաեւ այդ տեսանկյունից օրինակ Ռուսաստանի նման քայլերը չեն ընդունում, հա, բայց իրանք քիչ շատ համապատասխանում են միջազգային իրավունքի։ Հիմա նույնը փորձելու անի Ադրբեջանը, այսինքն բնակեցնի այդ մարդկանց, այդ մարդիկ կոնֆլիկտներ հրահրեն հայերի հետ, հայերը քիչ լքեն այդ տարածքը, իրանք դառնան մեծամասնություն, որից հետո հանրաքվե անեն, ասեն դե միջազգային օրենքի շրջանակներում մենք միացնում ենք այս տարածքը մեզ։ Ղրիմը ոնց միացավ Ռուսաստանը։ Հա, այդպես օրինակ բերեն։ Այո։ Նույն ձև, գիտեք, ընդհանրապես այս ինքնորոշման իրավունքը, որը մենք շատ ենք հղում տալիս, ինքը բազմաթիվ տարբեր օրինակներ ունի, ու մեզ ամեն անգամ ասում են, հա, բայց սա տարբեր кейսեր են։ Այո, եւ դրանով ինքը ավելի ուժեղ է, որովհետեւ եթե մենք նայենք Էրիտրեայի кейսը, Արևելյան Տիմորի кейսը, Կոսովոյի եւ այլ, իրանք տարբեր кейսեր են, տարբեր նախապատմություն ու հենց դրանով են իրանք ուժեղ։ Որ այդ սկզբունքը ինքը շատ հիմնական սկզբունքներից մեկն է, ինքնորոշման սկզբունքը, եւ տարբեր кейսերում աշխատել է, նաեւ ձև պետք է Արցախում աշխատել։ Հիմա Ադրբեջանը փորձել է դա շուրջ ամերդը ունենա ստեղ բնակչություն ու հետո արդեն իրաց մեջ հանրաքվե անցկացնի։ Թուրքիան դա արդեն արել է 39 թվերին Խատայի տարածքում, Սիրիայի տարածքում մտել են, էթնիկ զտում են իրականացրել, հետո թուրքերով արդեն հանրաքվե են արել եւ միացրել են դա Թուրքիային։ Այսինքն սա Սյունիքի սողացող օկուպացիա տարբերակն է, ճիշտ եմ հասկանում։ Այո։ Որը Ադրբեջանը որպես պլան A թե պլան B է պահում, ինչու եմ ասում, որովհետեւ կա նաև մյուս տարբերակը հաշվի առնելով էլի վերադառնանք առաջին հարցին երեկվա այդ հաղորդագրությունները եւ ասում են որ վտանգը կա այսպես կոչված միջանցքի համար ներխուժման։ Հիմա ո՞րն է առաջնահերթ եւ այդ հարցները եթե ունեք պատասխան ներխուժում դա ռեալ է մոտ ապագայում սպասելիք է։ Ներխուժումը ռեալ է։ Գիտեք, այդ պլան A, B, C իրանք աշխատելու են այսպես այդ պահին միջազգային բալանսը ոնց է լինելու, այսինքն կոնսենսուս լինելու է, թե չէ, օրինակ Արցախի հարցում Ադրբեջանը հասավ նրան, որ 23 թվականի մոտ արդեն իրանք ունեին միջազգային կոնսենսուս, որ եթե Ադրբեջանը մտնի այդ հարցը փագի, ասենց շատ մեղմ ասենք, ոնց որ եւ իրանք էին ասում, ապա ոչ մեկ բան չի անի, որովհետև սա վերջի խոչընդոտն է, եթե հիշում եք նաև Արցախի էթնիկ զտումից հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը համատեղ հայտարարություն եկան, որ այ հիմա պատմական պատուհանը բացվեց, այլ խոչընդոտ չկա, այսինքն Արցախը հայությունն էր, ըստ այդ երկու կառույցների խոչընդոտը։ Հիմա այդպես էր Ադրբեջանը բոլորին ներկայացնում։ Եթե հիշում եք այն ժամանակ նաև Իրանին համոզեն, որ վերջ Զանգեզուրի միջանցքի հարցը փակելու ենք, Իրանի ճանապարհով գնալու են, մեզ Հայաստանի ճանապարհը այլևս երբեք պետք չի։ Ինչ պետք էր հասանք լավ։ Բոլորին համոզում էին, որ մենակ թե կանաչ լույս միացրեք կամ գոնե կարմիր անջատեք, որ մենք գնանք այս բանի։ Հիմա եթե իրանք ունենան նման կոնսենսուս Սյունիքի հարցում, որ իրանք եթե առաջխաղացում ունենան ռազմական ճանապարհով, ոչ մեկ ոչինչ բան չի անի, միանգամից այդ կանեն։ Եթե տեսնեն, որ չէ, կարող է կոշտ արձագանք լինի, կփորձեն էլի ճնշումով, վերաբնակեցումով։ Բայց եթե նաև ռազմական
ներխուժում լինի, եթե իրանց Աստվածոջանի հաջողվի ինչ-որ բան օկուպացնել, էլի նույն բանն անելու են, այդ ժողովրդին բերելու են, բնակեցնելու են, հայտարարելու են, որ ստեղ արդեն արևմտյան Զանգեզուրը կամ արևմտյան Ադրբեջանը եւ այլ։ Այսինքն հիբրիդային է նաեւ կիրառն, հա, ժողովուրդ բերել պլյուս հարձակում։ Կամ իդեպ շատ կամ սկզբից ժողովրդին բերել, հետո պատրվակներ ստեղծել եւ հարձակվել, կամ հակառակը, սկզբից հարձակվել, հետո ժողովրդին բերել, այստեղ կարևորը նպատակներն են։ Եթե մենք նպատակը գիտենք, մենք կարող ենք շատ բարձ վերլուծենք իրանք ինչ են անելու։ Եվ մի վերջին հարցը ձեր կարծիքով ռեպլի տեսով, այս ամբողջ վտանգներին Հայաստանի իշխանությունը այս վտանգին ինչի մասին մենք խոսում ենք արդեն 30 րոպե տիրապետում է, թե միայն այդ թուղթն են կարդում, տիրապետում է եւ adekvat է այս պահի դրությամբ վերաբերմունքը ձեր կարծիքով։ Կարծում եմ տիրապետում է, կարծում եմ իրանք լավ հասկանում են, թե Ադրբեջանի նպատակները որոնք են եւ այլը, ուրիշ հարցի երկրորդ կեսը, ինչքանով են իրանք adekvat հասկանում մնացած երկրների դերակատարությունը ու ինչքանով են իրանք adekvat որոշել, թե որ ճանապարհով գնալ, ինչքանով է դա սթափ եւ adekvat որոշում ունենալ գնալ Թուրքիայի հետ այդ հաշտությանը, որպեսզի Թուրքիան սահմանավակի օրինակ Ադրբեջանին, որը դուր արդեն ասել ենք, սա մանկամտություն է, սա տես չի աշխատելու երբեք։ Օրինակ, այստեղ մեծ հարց է ծագում ու ամենակարևորը, որ Հայաստանը զրկվելով հին դաշնակիցներից, նոր դաշնակիցներին իրականում ձեռք չբերեց, որովհետև այն բոլոր երկրները, ում հետ որ Հայաստանը բանակցում է, նաև ինչ որ լավ խոսքեր են հնչում այդ երկրները, կլինի դա Ֆրանսիան, կլինի դա Իրանը կամ Հնդկաստանը, կամ ԱՄՆ-ի հետ այդ փաստաթուղթը գնացող վարչակազմը ստորագրած։ Դա այդ նույն դաշնակցային հարաբերությունները չեն, ինչ որ ունի Թուրքիան եւ Ադրբեջանը եւ որ պետքա Հայաստանին։ Եվ ամփոփեմ ձեր թույլտվությամբ, այսինքն եթե կարճ ձևակերպենք, իրավիճակը տեղյակ են, գիտակցում են, բայց adekvat չեն առնվազն հողի վրա, թե ինչպես դրանից դուրս գալ։ Կարծում եմ ճանապարհը, որոնք իրանք վերցրել են, որպեսզի այդ վտանգներից խուսափելու համար, ինքը գուցե իրենց համար եւ adekvat է, բայց Հայաստանի շահերին չի համապատասխանում։ Շատ շնորհակալ եմ։ Ես էլ շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, կիզակետում այսօր տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանն էր, կիզակետի թողարկումներն ուշատել տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։